Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ, պետ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Անանյան, թերևս սկսենք եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններից։ Օրինակ, երեք Մայրաթորը կարգալույծ արեց հերթական քահանային Տեր Տարոնին ու այսուհետ նա կոչվելու է Վարդան Հունանյան, Ավազանի անունով։ Սակայն անմիջապես կարգալույծ անելուց հետո հնչեցին ՔՊԱ-ականների ողջույնի խոսքերը ուղղված Վարդան Հունանյանին, քաջալերության խոսքեր ու հայտարարեցին, որ իրենք ամբողջովին աջակցելու են կարգալույծ եղած քահանային ու չեն ընդունում Մայր Աթոռի եւ ոչ մի որոշում, որովհետեւ ըստ իրենց կարգալույծ է եղած հենց ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիմա սա հերթական փորձն է Նիկոլ Փաշինյանի այս անգամ եկեղեցին բաժանելու սև ու սպիտակի, ինչպես ժամանակին հասարակությանը բաժանեց սև ու սպիտակի, թե այնուամենայնիվ կա գլխավոր մեկ նպատակ, այն է հասնել վեհափարի գահանկեցությանը։ Նախ նպատակները կարող են լինել տարբեր եւ նպատակները կարող են լինել հենց երկրում ներսում տեղի ունեցող ապագայում եւ այսօրվա իրավիճակների հետ կապված որոշակի նախապատվություններ կամ առաջնահերթություններ ձեռք բերելու հստակ մտադրություն, օրինակ նախընտրական իրենց այս ամեն ինչում մեկ անգամ եւս հանրությանը տրոհելու եւ այդ տրոհման արդյունքում ինչ որ դելտա ստանալու հստակ մտադրություն, դելտայի նկատի ունեմ ինչ որ մի ավել էլեկտորատ ստանալու այդպիսի նկրտում։ Սա ամենաանմեղն է ըստ էության։ Երկրորդը կարող է լինել նաև արտաքին հանձնարարությունների կատարում։ Այո, դա էլ չի բացառվում եւ ամենայն հավանականությամբ դա կարող ենք ունենալ այդպիսի ողջամիտ կասկած կամ այդպիսի ողջամիտ երևի թե եզրակացություն, որովհետեւ շատ սինխրոն են աշխատում Փաշազադեի եւ Փաշինյանի այդ նրա ուղղորդումներն ու ստեղ դրանց գործողությունները։ Հետևաբար դա էլ եկեղեցու դեմ պայքարն է, որովհետև Հայաստանի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ինքնութենական հիմքի վերջին, երևի կարելի ասել, ինստիտուցիոնալ կառույցն է, որը 1700 տարվա անխափան գոյություն ունի եւ այդ գոյությունը ոչ թե բովանդակազուրկ գոյություն է, այլ ազգապահպան գործունեություն է։ Իհարկե մենք տարբեր դարաշրջաններում եկեղեցին տարբեր դերակատարումներ է ունեցել, բայց ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ եկեղեցին ինքը ազգապահպան սուրբ գործունեություն եւ այդպիսի առաքելություն է ունեցել։ Եվ եթե հիմա եկեղեցու դեմ պայքար է մղում ներսը եւ դուրսը իրար հետ, դա նպատակաուղղված պայքար է մեր ինքնութենական հիմքերին։ Եվ երրորդը կա։ Մենք կարող ենք այսօր նաև իրար հետ արձանագրել, որ ըստ էության քաղաքացիական պայմանագիրը նաև հանդիսանում է աղանդավորական կազմակերպություն։ Ըստ էության ինքը տրոհելով հայ առաքելական եկեղեցին ձեռք է բերում իր, այսպես ասած, իրենց սրտի, իրենց դավանանքի, իրենց պատկերացմամբ հոգևոր ինչ որ ծառայություն ունեցող եւ ապագայում ունենալիք ինչ որ մարդիկ, որոնք որ տրոհվելով հայ առաքելական եկեղեցուց, բաժանվելով հայ առաքելական եկեղեցուց, ունեն որոշակի քարոզելու ունակություններ, որովհետեւ հենց նույն ճեմարանում սովորելու տարիներին ձեռք են բերել այդպիսի կարողություններ, հիմա իրենք այդ կարողությունները կարող են ծառայեցնել իրենց աղանդավորական կազմակերպության շուրջ որոշակի, այսպես ասած, հավատացյալների համախմբելու ինչ որ հստակ պլան իրագործելու համար։ Այս երեք ուղղություններով կարելի է ասել ընդհանուր առմամբ հենց տեղի է ունենում այսօրվա գործողությունները ընդդեմ եկեղեցու։ Սա վեհափարի դեմ ուղղված գործողություն չի։ Սա առանձին հոգևորական բարձրաստիճան ծառայողների դեմ ուղղված գործողություն չի։ Սա գործողություն է ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Բովանդակային առումով այսպես է իրավիճակը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երրորդ կիրակին անընդմեջ մասնակցում է պատարագի, որը
տրվում է առաջին երկուսը տրվել է կարգալույծ եղած քահանայի կողմից, երրորդը թեպետ կարգալույծ եղած չէ, սակայն այնուամենայնիվ հարում է այսպես ճակերտավոր ասած այն թևին, որը հոգևորականների նկատի ունեմ, այն թևին, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։ Սակայն վեհափառին հեռացնելու որևէ ոչ սահմանադրական, ոչ իրավական ընդհանցակարգ գոյություն պարզապես չունի։ Եթե վեհափառը ինքը չհեռանա, Նիկոլ Փաշինյանը պարզապես անկարող է նրան հեռացնելու։ Հիմա ինչ է ստացվում այդ պատարակներով Նիկոլ Փաշինյանը, ինչպես դուք նաև ակնարկեցիք ձեր խոսքում, փորձում է ստեղծել երկրորդ այլընտրանքային եկեղեցի, թե այնուամենայնիվ նա կգնա կոշտ քայլերի ընդհուպ վեհափառի կալանավորումը, թեպետ դա նույնպես չի երաշխավորում վեհափառի հեռացումը, սակայն հնարավոր համարում եք, որ այնուամենայնիվ մոտ ապագայում կկալանավորվի վեհափառը, քանի որ արդեն իսկ կալանավորված են 3 սրբազաններ, կալանավորված են վեհափառի բարեկամները եւ այլն, եւ կարծես թե օղակը գնալով սեղմվում է հենց վեհափառի շուրջ։ Ըստ էության կալանավորվել են այնպիսի բարձրաստիճան հոգևորական arczepiskopos-ներ եւ եպիսկոպոս, որոնք որ հանրության մոտ ունեն շատ լայն ճանաչելիություն եւ հեղինակություն։ Առնվազն Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի իդեմս այդ երկու բարձրաստիճան նվիրյալների ժողովուրդը ունի որոշակի բան։ Իրենց կալանավորումը մեկուսացման որոշակի սցենարով էր։ Որտեւ եթե դու դուրս ես եկել պատերազմի հայ առաքելական եկեղեցու դեմ, պետք է փորձես մասնատես եկեղեցին եւ ըստ էության նաեւ սահմանափակես այն անձանց գործողությունները, որոնք կարող են, այսպես ասած, իրական հակահարված հասցնել։ Եվ եթե տեսնում եք, նաեւ գնում է Արշակ Սրբազանի դեմ որոշակի պայքար։ Գիտեք, այստեղ մի շատ կարևոր բան կա, մենք որևէ կերպ չպետք է անդրադառնանք եւ չպետք է հանկարծ գնանք այն փակուղին, որը որ մեզ կարող են գցել այն թակարդը։ Հնարավոր է, որ հոգևորականները ունենան որոշակի մեղքեր, հնարավոր է, ոչինչ բացառել հնարավոր չի։ Բայց մենք չգիտենք, թե այդ հոգևորականները ինչպիսի զոհողությունների են գնում, ապաշխարում են, ապաշխարելու հետ կապված ներում շնորհում է, Աստված իրենց ներում է։ Դա գիտեք, դա հոգևոր ծառայության են նրբերանգներն է, որոնց մենք աշխարհականներս չունենք որևէ առնչություն, եւ մենք չենք տեսնում այն հոգևոր ծառայության են առաքելությունը, որ իրենք ունեն։ Հետևաբար մարդը կարող է եւ մեղք է գործել, բայց այդ մեղքը կարող է ինքը քավել։ Հետևաբար մենք պետք է թողենք, որ եկեղեցին ինքնուրույնաբար իր ներսում, եթե մակրազարդելու ինչ-որ ռեֆորմներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնում է, ինքը պետք է դա անի, իսկ մենք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ պետք է, այսպես ասած, որդիական հնազանդությամբ հետևենք այդ ամեն ինչին։ Սա է իմ պատկերացրած հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդի վարքագիծը։ Մնացածը ինչ որ ներկայացվում է, մնացածը այլ նպատակադրումներ ունի։ Հետևաբար գալով ձեր հարցի պատասխանին, տեսեք, ասում եք երրորդ անգամ է գնում, մենք պետք է ուղղակի արհամարենք։ Գիտեք, մենք շատ դեպքերում պետք է ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր այդ քաղաքական խմբակի ներկայացուցիչների գործողություններին շատ ինչ որ լուսաբանենք, իրենք մեր խոսքի, մեր գործողությունների, իրենց նվիրված մեր, այսպես ասած, մեկնաբանություններով են սնվում։ Հասկանում եք, մենք շատ դեպքերում պետք է արհամարենք նաև իրենց։ Մենք պետք է մեր անելիքները անենք։ Հիմա գնում են այնտեղ, եք թող գնան։ Ինչ պետք է անի հավատավոր հայ մարդը, հավատավոր հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդը, ինքը եւս պետք է գնա կիրակնօրյա պատարակների։ Այնտեղ, որտեղ որ իր պատկերացմամբ իրական սուրբ պատարակ է մատուցվում։ Հետևաբար շատ դեպքերում իրենք չեն էլ գիտակցում, որ ժողովուրդը, որ ժամանակին մի փոքր կարծես թե հեռացել էր եկեղեցուց, իրենց այս գործողություններով ժողովուրդը հիմա massայաբար գնում է կիրակնօրյա պատարակների։ Եվ պետք է արժանին մատուցել, միգուցե ճագերտներով ասված էս խոսքս, արժանին մատուցել նրանց այս հակա եկեղեցական գործունեությանը։ Իրենք մեզ ստիպում են, որ մենք համախմբվենք հայ առաքելական եկեղեցու շուրջ։
Ես լովին կիսում եմ ձեր տեսակետը, որ այո, որպես Նիկոլ Փաշինյանի օրակարգի հակադարձում պետք է լինի հավատավոր ժողովրդի մասնակցությունը կիրակնօրյա պատարակներին, ընդ որում massայական մասնակցությունը, այդ թվում նաև քաղաքական ուժերի ներկայությամբ կարծում եմ, որովհետև այնուամենայնիվ պրոցեսները ունեն քաղաքական ենթատեքստ, օծված քահանաների կողմից մատուցված պատարակներին։ Բայց մի վերջին հարց, պարոն Անանյան, եկեղեցու հետ կապված, Նիկոլ Փաշինյանը մանիպուլատիվ եղանակով փորձում է ներկայացնել կուսակրոնության խախտումը որպես աստվածային մեղք, սակայն իրականում, որքանով որ ես տեղյակ եմ, Աստծո կողմից նման պարտադիր պահանջ գոյություն չունի, որովհետև թեկուզ հիշենք, որ լուսավորիչների տոհմը, պահլավունիների տոհմը, այսինքն կուսակրոնությունը ինքնին չի եղել աստվածային պահանջ պարտադիր ասենք առաջնորդը լինելու հոգևոր, նա ավելի շուտ ունի տնտեսական բաղադրիչ, երբ որ եկեղեցին, այո, դարավ խոշոր ֆեոդալ, խոշոր կապիտալ իր ձեռքը կուտակեց եւ որպեսի օրինական ճանապարհով հորից որդի այդ ամենը չփոխանցվի, կուսակրոնությունը եկեղեցական կանոնակարգով սարքեցին պարտադիր բան։ Սակայն հիմա մենք 21-րդ դարում ենք ապրում եւ այլևս իրավական առումով նույնիսկ հնարավոր չէ այդ գործընթացը կազմակերպել նկատի ունեմ հորից որդի փոխանցումը։ Հիմա արդյոք ժամանակը չէ ի վերջո եկեղեցին իհարկե մենք չենք որ պետք է եկեղեցու գործերը քննարկենք, բայց զուտ որպես Հայաստանի քաղաքացի եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ժամանակը չէ արդյոք որպեսի եկեղեցին նույնպես գնա որոշակի ռեֆորմների եւ ի վերջո կուսակրոնությունը որպես պարտադիր պայման հանի, որն էլ կկանխի Նիկոլ Փաշինյանի մարդկանց անձնական կյանքին միջամտելը, տեսախցիկներ տեղադրելը եւ այլն եւ առհասարակ գռեհկաբանությունը եթեր բերելը։ Գիտեք, ես դրա մի քիչ ավելի պատկերավոր փորձեմ պատասխանել, որ լավ կլինի, որ ամեն մեկը իր մեղքերի համար պատասխան տա եւ Աստծո առաջ իր մեղքերի համար թողություն խնդրի։ Պատկերացնում ենք, բոլորս էլ պատկերացնում ենք, որ բոլորս էլ բացի Աստծուց բոլորն էլ ունեն, բոլորս էլ մեղավոր ենք։ Չկա այնպիսի անձ, որը մեղավոր չէ։ Եվ կան այնպիսի անձիկ, որոնք ունեն հստակ դերակատարումներ, նաև քաղաքական դաշտում, որոնք մեզ տարել են պարտություններով, տարել են տարածքային կորուստների, տարել են լուսավոր պայծառ 5000 երիտասարդության լավագույն սերունդի կորստի, զոհողության, եւ այդ մարդիկ թող իրենք իրենց մեղքերի մասին խոսեն եւ այդ մեղքերի համար թողություն հայցեն։ Դուք պատկերացնում եք մի քանի տարի առաջ, եթե այն պատերազմին անմիջապես հաջորդող ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը փորձեր հայ առաքելական եկեղեցու դեմ սկսեր ինչ-որ ոտնձգություն։ Այն ժամանակ ժողովուրդը երևի թե պետք է որ կանգներ ոտքի վրա, կամ իրենք երևի թե կհասկանային, որ ժամանակավրեպության առումով իրանք դրա ժամանակը չի, ժողովուրդը կհոշոտի ուղակի իրենց։ Բայց տեսեք, ժամանակը իրենց կարծիքով ամեն ինչ դնում է իր տեղը։ Իրենց թվում է թե մարսել են այդ ամեն ինչ։ Հասկանում եք, բայց իրենք չեն մարսել։ Իրենք դեռ Աստծո առաջ, դեռ մեր առաջ, դեռ օրենքի առաջ պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Հասկանում եք, այդ հարցին ես ավելի ճիշտ կլներ այս տեսանկյունից նայենք, որ այո, բոլորս էլ մեղավոր ենք, բայց Աստծո առաջ մեր մեղքերի համար մենք ինքներս պետք է Աստծո առաջ կանգնենք միջնորդավորված հոգևոր ծառայողի կամ առանց միջնորդի, Աստծո հետ մենք պետք է մեր հարաբերությունները եւ մեր որդիական, այսպես ասած, ապաշխարանքը հայցենք Տեր Աստծուց։ Թող իրենք էլ գնան հայցեն։ Թող իրենք չմտածեն հայ առաքելական եկեղեցու մասին։ Հայ առաքելական եկեղեցին կարծում է, որ այո, իրենք շատ լավ գիտակցում են, թե 1700 տարվա պատմություն ունեցող ինստիտուցիոնալ կառույցը բնականաբար կունենա իր ներսում որոշակի ռեֆորմներ իրականացնելու անհրաժեշտություն, բայց դա իրենց գործն է։ Դա մեր գործը չի։ Մենք կարող ենք, ելի եմ ասում, հավատավոր որպես հետևորդ, տեսնել ինչ-որ բան եւ որդիական խոնարհությամբ դրա մասին իրենց փսփսալով արգանջալուր դարձնենք, որ մենք այս բանը տեսել ենք։ Դա պետք է դիտվի որպես որդիական խոնարհությամբ մեր մտահոգությունը հայտնելու այդպիսի վարքագծի դրսևորում։ Սա է հավատավոր հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդի ճիշտ վարքագիծը։ Այն ինչ որ իրենք են անում, դա աղանդավորական գործելավոճ է։ Իրենք ուզում են պարակտել եկեղեցին, ուզում են եկեղեցական հոգևոր ծառայողների մեջ
իրական պարակտում մտցնել, որովհետև իրենք տեսել են, որ դա աշխատում է։ Սևերի սպիտակների բաժանումը աշխատում է, նախկիների ներկաների բաժանումը աշխատում է։ Եվ իրենք հիմա իրական հոգևոր ծառայողներ, կեղծ ծառայողների այդ խոսույթը, որ մտցնում են, սա եւս պարակտելու իրենց վարքագիծն է, իրենք դրանով են սնվում։ Հասկանում եք, մենք չպետք է իրենց վարքագիծը գնահատելով գնանք ասենք իսկ կարող է օրինակ իրոք հայ առաքելական եկեղեցին ինքը ունի ռեֆորմներ անելու այդպիսի կարիք։ Բնավ չենք երգում, կարող է ունի, բայց եկեք մենք սպասենք, թող հայ առաքելական եկեղեցին իր ներքին կանոնակարգերով, իր ներքին 1700 տարվա պատմությամբ, այդ պատմական ինստիտուցիոնալ հիշողությամբ թող ինքնամաքրվելու իր ճանապարհը հանցնի, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Իդեպ պարոն Անանյան, խոսեցիք Փաշինյանի գործողություններից պատերազմից հետո նման մի զուգահեռ կարող ենք անցկացնել Նիկոլ Փաշինյանը հղում է անում, որ վեհափառը խախտել է կանոնագիրքը եկեղեցու, հետևաբար նրա որոշումները օրինական չեն։ Սակայն Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին հանրությանը ներկայացավ միանգամայն այլ ծրագրով, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱԿ Մինսկի համանախագահության շրջանակներում որպես լավագույն հարթակը, տվեց տարբեր բազմաթիվ խոստումներ տարածքների վերադարձման եւ այլն, սակայն 2021 թվականին ընտրվելուց անմիջապես հետո նա կատարեց իր խոստումների տրամագծորեն հակառակը, ինչը իմ խորին համոզմամբ նրան զրկում է քաղաքական լեգիտիմությունից, որովհետեւ քաղաքական լեգիտիմությունը պայմանավորված չէ միայն ընտրությունների օրը ստացած քվեներով կամ ընտրությունների թափանցիկությամբ, եթե ուժը հակառակ քայլերն է անում իր գործողությունների, ինքն իրան զրկում է լեգիտիմությունից, այնուհետև նա 4 տարի հետո ինչ-որ մոգոնեց սնուցող մայրեր, նահապետ հայրեր եւ այդ ամենը բարթեց պարզապես ժողովրդի գրպանը, ժողովրդի ուսերին, որ իբր ինքը գալիս էր Արցախը հետ բերելու, այսպես վճռականությամբ, բայց սնուցող մայրերը ասին մի րոպե, մեզ ոչ մի բան պետք չի, մեզ դուր մենակ հաց ու խաղաղություն։ Հիմա արդյոք Նիկոլ Փաշինյանի որոշումները, ճիշտ է, մենք չենք կարող շրջանցել, որովհետև փաստ է, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է այս պայն, բայց արդյոք նրա որոշումները ունեն քաղաքական լեգիտիմություն, եթե ինքը վեհափառի որոշումները համարում է ոչ օրինական։ Եկեք փաստենք, որ այո, այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական լեգիտիմություն։ Սա ուղղակի արձանագրենք, որովհետև դուք արդեն ձեր հարցի մեջ բնականաբար նաև պատասխան հնչեցրեցիք, քաղաքական լեգիտիմությունը դա զուտ էլեկտորալ այն արդյունքները չի, որ ինքը գրանցել է 21 թվականին, այսինքն այդ 680,000 իրեն ձայն տված անձանց առնվազն ամենակիչը կեսը այսօր կեսը չէ, եթե վերցնենք նույնիսկ ավելի շատը, այսօր փոշմանել է իր քվեն տալու համար, որովհետև այսօրվա սոցիալական հարցումները տալիս են այդ պատկերը, այսինքն այն 12-ից 15% վարկանիշը, որ ունի այսօրվա քաղաքացիական պայմանագիրը, դա նշանակում է, որ իրենք այլևս չեն վայելում այն լեգիտիմությունը կամ այն քվեն, որը ստացել են 21 թվականին։ Այո, իրենք գնացել են արել տրամագծորեն հակառակ։ Այն միջազգային եւ ընդհանրապես համաշխարհային փորձը մեզ վկայում է, որ այն կառավարությունները, որոնք ձախողել են իրենց նախընտրական խոստումները եւ այդ նախընտրական խոստումների հիման վրա գրված իրենց կառավարության ծրագիրը, իրենք ուղղակի հրաժարական են տվել, գնացել են պատմության արխիվ։ Սա քաղաքական գործունեության աքսիոմատիկ ձևակերպումներից է եւ այդպիսի վարքագիծ ընդհանրապես դրսեւորվում է։ Դուք տեսեք ինչ է կատարվում, օրինակ եվրոպական երկրներում օրինակ վարչապետը կամ այլ բարձրաստիճան անձ ինչ որ մի էպիզոդիկ իրավիճակի ելնելով ինքը հրաժարական է տալիս, օրինակ, որպեսզի ցուցադրի, որ իր վարքագիծն ու իր քաղաքական խոստումը իրար հետ չհամապատասխանեց։ Սա է քաղաքակիրթ աշխարհի եւ ընդհանրապես ակնկալիքները եւ նաեւ մեր ժողովրդի ակնկալիքներն են եղել։ Այն, որ ժողովրդի մոտ դեռևս այն էներգետիկ դաշտը չի կարողանում ձևավորի այն ուժը, որը իրեն անմիջապես կհեռացնի, դա իրեն թույլ է տալիս նաև այնպիսի խոսույթ կիրառել, որ եթե ձեզ դուր չի գալիս, վեր կացեք հեղափոխություն արեք։ Դա գիտի, որ այսօրվա ժողովուրդը այնքան մասնատված է իրենց շնորհիվ եւ իրենց ջանքերով, որ հեղափոխություն անելու եւ այս ժողովրդին համախմբելու այս ջանքերը ամենայն հավանականությամբ ձախողվելու են։
Եվ այս էվոլյուցիա ենք, չէ, ունեցել տարբեր շարժումներ են տեղի ունեցել 21-ին, 22-ին, Գումարած դրան նա 23-ին, հակադարձում է 24-ին, այո։ իրավական բիրտ ճնշումներով, Այո։ իրավապահների։ Այո, եւ նաեւ օրինակ վերջինը Սրբազան պայքարը ինքը ունեցավ բավականին մեծ ժողովրդական խանդավառություն, ժողովրդական էներգետիկա գեներացրեց եւ ինչ-ինչ պատճառներով ինքը իհարկե վերջնարդյունքին չհասավ, բայց շատ անգնահատելի մի բան արեց, ինքը ժողովրդի մոտ արտնացրեց մի շատ կարևոր բան, որ դու կարող ես համախմբվես իրական բաների օրակարգերի շուրջ, եթե դրանք ազգային են, եթե դրանք գաղափարական են։ Երբ որ ազգային ու գաղափարական ու ինքնութենական այդ հիմքերից հետո գալիս է եւ նաեւ քաղաքական օրակարգեր ձևավորելու անհրաժեշտություն եւ այդտեղ ինչ որ մի բան չի ստացվում եւ ժողովրդական զարթոնքը մի փոքր մեղմվում է, այստեղ էլ մենք պետք է հասկանանք, թե մեր անելիքները որոնք են։ Իսկ վերադառնալով ձեր հարցին, չունի քաղաքական լեգիտիմություն ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իրենք ամեն անգամ վկայակոչում են 680,000 իրենց քվե տված մեր հայրենակիցներին եւ դրանով փորձում են ցույց տալ իրենց լեգիտիմությունը, պետք է իրենց ուղակի, այսպես ասած, սթափեցնեմ եւ նաեւ ինչ որտեղ խորհուրդ տամ, որ իրենք գնան, կարդան, թե դասական քաղաքագիտական տեսություններում ինչ է նշանակում լեգիտիմություն։ Եվ այո, ձեր հարցի մեջ դուք ձեր պատասխանն տվեցիք, դեռևս ընտրական արդյունքները չեն ցույցադրում իրենց լեգիտիմությունը։ Այո, դու կարող ես լինես լեգիտիմ ընտրված իշխանություն, այնուհետև քո գործողություններով կորցնես այդ լեգիտիմությունը։ Եթե արձանագրենք, պատասխանենք ձեր հարցին, այո, իրենք լեգիտիմ ընտրված իշխանություններ են, որոնք չունեն լեգիտիմություն այսօր։ Պարոն Անանյան, անդրադառնանք նաև այս չարաբաստիկ ցորենին, որ այս քանի օրը քննարկվում է, որովհետև ԿՊ-ն ակնհայտորեն այդ ցորենը փորձում է տեղավորել նախընտրական քարոզարշավի շրջանակներում ու ներկայացնում է որպես խոշոր ձեռքբերում, որպես խաղաղության կնքված խաղաղության, արդեն ներկա խաղաղության գրավական եւ այլն եւ այդ ընդհանուրի մեջ անտեսվում է Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, պահանջատիրությունը, առհասարակ Հայաստանի Հանրապետության գոյության ժխտումը, որովհետև նա համարվում է, որ Հայաստանի բոլոր տեղանունները ունեն ադրբեջանական ծագում եւ առհասարակ սա արևմտյան Ադրբեջանն է։ Գումարած դրան նոյեմբերի 8-ին մեծ շքերթն է Ադրբեջանի ռազմական ճակերտավոր ասած ի պատիվ 44-օրյա պատերազմի իրենց հաղթանակի, իսկ մենք միայն շարունակում ենք ցորենը, այսինքն մենք ունենք միայն օգոստոսի 8-ին նախաստորագրված համաձայնագիր եւ ցորեն։ Հիմա այդ ցորենը իրականում ինչ է իրենից ներկայացնում, իրոք խաղաղության այսպես հաստատման գրավական Ադրբեջանի բարի կամք, ինչ-որ տնտեսական զարգացության ցուցիչ, ի վերջո ցորենը ունի այդքան մեծ նշանակություն, ինչքան որ փորձում է ներկայացնել ԿՊ-ն։ Ակամայից հիշեցի, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստանը գտնվում էր օրհասական խնդրի շուրջ կապված հացի սպառման, Թուրքիայից Հայաստան եկավ մեծ խմբականակությամբ ցորեն եւ փրկողակ հանդիսացավ Հայաստանի քաղաքացիների համար, սակայն դա չխանգարեց Թուրքիային, որպեսզի տարիներ անց նա ցորենը փոխարինի բայրակթարներով։ Գիտեք, դարապես պետք է նաեւ իրեր իրանց ու աննոր կոչենք, էլի։ Հիմա եթե ծաղրացուների որոշակի կերպարներով անձիկ որոնք հանդես են գալիս որպես էքսպեդիտոր, այլ ոչ թե նախարար, կանգնում եւ գովերգում են ցորենի մուտքը Հայաստան, պետք է նայես թե ինչքան խղճուկ են իրենք։ Որովհետեւ հա ցորենը գալիս էր Ռուսաստանից, հիմա էլ գալիս է Ղազախստանից, լոգիստիկ ուղին ընտրվել է Ադրբեջանով առաջին անգամ։ Հա տնտեսական առումով լավ է դիվերսիֆիկացիան։ Ված չի, եթե դու նաև կարողանում ես ղազախական ցորեն բերել եւ ավելի կարճ ճանապարհով Կասպից ծովով Ադրբեջանի տարածքով այնուհետեւ Վրաստանից Հայաստան, շատ լավ է, նորմալ է։ Բայց պետք է այդտեղ գնահատես։ Ընդհանրապես ես իրենց տեղը լինեի, ոչ մի բան չէի ասի։ Սուս կմնայի, որովհետեւ դա այն գինն է, որը որ տվել են Արցախի կորուստի դիմաց։ Իրենք են կորցրել Արցախը։ Այն Արցախը,
որը արտադրում էր Հայաստանի ցորենի 30%-ը։ Հասկանում եք, այսինքն Արցախ, Հայաստան իրար հետ մենք տեսեք, երբ որ պարենային անվտանգության եւ պարենային ինքնաբավության մասին ենք խոսում ժամանակի, հացահատիկին ընդհանրապես հացահատիկի պահանջը 550-600 հազար տոննա տարեկան, դրա մեջ ցորենի պահանջը 400-450 հազար տոննա։ 2019 թվականին Արցախում արտադրվել է 120 հազար տոննա ցորեն։ Մեր ընդհանուր պահանջարկի 30%-ը ներողություն։ Հասկանում եք, 30%-ից ավել։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ իրենց տեղը լինեի, ես ուղղակի ձեն չէի անի, ծպտուն չէի անի։ Դու կորցրել ես Արցախը, որը որ մենք դիտարկում ենք մեր ցորենային եւ պարենային անվտանգության ինքնաբավության հենասյուներից մեկը, տվել ես Արցախը թշնամական երկրին, նա հոշոտել է այդ երկիրը, մեր Արցախ աշխարհը, հիմա մեծահոգապար թույլատրում է, որ դու Ղազախստանից ներմուծես ցորեն։ Դա ուղղակի պետք է գնահատել տնտեսական կոմունիկացիաների առումով որպես նոր լոգիստիկ ուղի, որը քաղաքական առումով անկայուն է, որովհետև դու չգիտես, թե Ադրբեջանի ու Հայաստանի փոխհարաբերությունների առումով ինչպիսի կմահաճություն կցուցաբերի, օրինակ, ադրբեջանական իշխանությունը։ Այսինքն այդ լոգիստիկ ուղին մեկ անգամ գործածվելուց հետո կարող է երկրորդ կամ երրորդ անգամ չգործածվի։ Դա ուղղակի մեկ անգամյա դեռևս լոգիստիկ ինչ-որ ուղի էր, որը գործածվեց։ Սա մեկ, դու տեսնես դրան զուգահեռ Ադրբեջանն ինչ է անում։ Ինքը Արևմտյան Ադրբեջանի այդ հայեցակարգը պետական քարոզչության եւ պետական հովանավորությամբ հստակ ծրագրավորված տանում առաջ։ Ինքը համարում է, որ Հայաստանը եւ հայերը այստեղ արհեստական բնակեցված ժողովուրդ են։ Իրենք պետք է վերադառնան իրենց պատմական տարածքներ։ Այո, սա իրենց բանն է, պետական, քարոզչական եւ պետական ծրագիրն է, որ ենք իրականացնում են նաեւ միջազգային ամբիոններում այս ծրագիրը որպես մարդու իրավունքների իրացման հստակ մի հատ այդպիսի ծրագիր։ Իրենք ներկայացնում են, որ 100 հազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան Հայաստան։ Եվ Հայաստանը ներկայացնում են Արևմտյան Ադրբեջան։ Իդեպ իշխանությունները չեն բացառում նրանց վերադարձ։ Իշխանությունները ոչ մենակ չեն բացառում, այլ նաև ծպտուն չեն հանում, որտեղ վախենում են։ Այս իրենց վախը, սարսափը, որ իրենց տիրում է, այդ Ալիևի կերպարը, որի առաջ իրենք ուղակի դողերոցկով նայում են եւ սարսափում են, իրենք ոչ մի բանի չեն պատասխանում, ոչ մի բանի չեն հակադարձում, որովհետեւ իրենք գիտեն եւ համակերպվել են, որ իրենց քաղաքական վերարտադրությունը, որը կենսական նշանակություն ունի իրենց համար, դրա հովանավորները թուրքական աշխարհն է։ Հետևաբար իրենք պետք է իրականացնեն այն ծրագրերը, որոնք որ իրականում ծրագրել եւ իրականացնում է Ադրբեջանը։ Երբ որ Ադրբեջանն ասում է մենք Հայաստան կվերադառնանք ավտոմեքենաներով, այլ ոչ թե տանկերով, դա ուղերձ է Հայաստանին ըստ էության ասելու համար, որ այսպես թե այնպես մենք վերադառնալու ենք։ Եթե այս իշխանության օրոք, ապա ավտոմեքենաներով, եթե այլ իշխանության օրոք, ապա տանկերով։ Այսպես պետք է վերցանել։ Ու համենայն դեպս այդպիսի վերցանման սցենար ինքը հավանական է։ Իդեպ տենց հավանաբար այդ համատեքստում էլ Ալիևը մշտապես իր հասարակությանը կոչ է անում, որ Ադրբեջանը ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի, ինչին ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայության ժամկետները, չենք տեսնում որևէ լուրջ զորավարժություն, որ տեղի ունենա, մինչդեռ Ադրբեջանում տարին մի քանի զորավարժություններ են տեղի ունենում։ Հիմա արդյոք բանակի, մենք գնում ենք բանակի լուծարմանը, որը իդեպ նույնպես Ալիևի պահանջներից մեկն է։ Գործողություններն ու բանը դա են ցուցադրում եւ պետքա շատ կարճ ուղղակի արձանագրել, որ ԿՊԱ-ական իշխանության յուրաքանչյուր օրը բերում է նոր մարտահրավերներ մեզ համար։ Եվ այդ մարտահրավերները ոչ թե ներքին են, այլ արտաքին ավելի շատ։ Իսկ այն արտաքին հանձնարարություններ են կատարվում ամենայն հավանականությամբ եւ այն ծրագիրն է իրականացում, որը ըստ էության մեզ սարքում է մի հատ վասալային երկիր։ Նույնիսկ ես արդեն կասկածում եմ, մենք վասալային երկիր կամ ասենք այդ ասում են Muppet State, չէ, խամաճիկային երկիր կմնանք թե չենք մնա։
երկիր կմնանք, թե չենք մնա, պետականություն կունենանք, թե չէ։ Ամենայն հավանականությամբ ադրբեջանական քարոզչա մեքենան եւ ադրբեջանական իշխանությունների ծրագրերը գնում են այնտեղ, որ ըստ էության Հայաստանում պետք է վերաբնակեցվեն ադրբեջանցիներ, որոնք պետք է ունենան բացառիկ իրավունքներ, որոնք որ պետք է նաև զինված որոշակի խմբավորումներ ունենան այն երկրներից առաքելություններ իրականացնող, որոնք որ Ադրբեջանի համար ընդունելի են, եւ պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանում մոտ 300 տեղանուն են իրենք ներկայացրել, որ այդ 300 բնակավայրերում իրենց ադրբեջանցիները պետք է վերադառնան եւ այդ ադրբեջանցիները պետք է ունենան երկքաղաքացիություն, այսինքն իրենք պետք է ունենան եւ Ադրբեջանի քաղաքացիություն եւ Հայաստանի քաղաքացիություն, դրա նպատակը այն է, որ իրենք կարողանան նաեւ եթե օրինակ ադրբեջանցիների այստեղ անվտանգությանը ինչ որ բան սպառնա, իրենք նաեւ Ադրբեջանի զինված ուժերով կարողանան միջամտեն։ Դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Եվ այս ողորմելի իշխանությունը սուս գովերքում է ծորեն։ Այդ նախարարը, որը դարձել է էքսպեդիտոր, լուրջ դեմքով նայում ես, ասում ես, ով են, սրանք ով են տարապես։ Մենք գիտեք, նույնիսկ այս խոսքերն էլ են արդեն բավարար չեն գնահատելու, թե ինչա կատարվում։ ԿՊ-ի յուրաքանչյուր օրը մարտահրավեր է Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Լուծումը սրանց հեռացնելն է։ Այ հենց այդ մասին եմ ուզում խոսել, ինչ մեթոդաբանությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ռազմավարությամբ, որն է այն ընթացքը, որը ի վերջո կբերի Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը, դա լինելու է առանձին քաղաքական ուժերի պայքարի տեսքով, թե ընդհանուր միավորման տեսքով, որովհետև ակնհայտ է, որ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը այսօր պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այդ թվում նաև ընտրությունների է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ այո, մենք էլ ենք պատրաստում ընտրություններին, բայց եթե լինեն նախընտրական այնպիսի զարգացումներ, որոնք որ ժողովրդավարական, այսպես ասած, միջոցներով հնարավորություն կլինի ավելի շուտ հեռացնել այս իշխանությանը, ապա բոլորս պետք է մխրճվենք այդ գործողությունների մեջ։ Դա մեկ։ Երկրորդը, պատրաստում ենք, այո, պատրաստում ենք, բայց սա ոչ թե դասական կամ հերթական ընտրություններ է, որ մենք պետք է գնանք մեր ազգաբնակության հետ բնականաբար պետք է խոսես, ներկայացնես քո օրակարգ, քո ծրագրերը, քո այլընտրանքը, որ իրանց համար հասկանալի լինի, եւ գնաս համոզես, որ մարդիկ գնան ընտրությունների։ Մեր ընդդիմադիր դաշտում գտնվող իրական ընդդիմադիրների միակ նպատակը պետք է լինի ժողովրդին համոզել, որ իրենք գնան ընտրությունների, այո, գնան ընտրատեղամաս։ Եվ այստեղ տեսեք, նաև համընդհանուր համախմբում որպես կանոն չի լինում, բայց եթե լինեն համախմբման մի քանի կենտրոններ կամ հենասյուններ, օրինակ 3 կամ 4 հենասյուններ, նրանք էլ ունենան հստակ ծրագիր, որ իրենք գնում են այսօրվա իշխանություններից իշխանությունը վերցնելու օրակարգով, նրանք եթե չեն համախմբվում նախընտրական գործընթացներում, ապա հստակ նաև իրար հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու շրջանակներում պետք է միասին պայքարել, լինելով քաղաքակիրթ, առողջ քաղաքական մրցակիցներ, բայց հետո հետընտրական գործընթացներում պետք է միահամուռ ունենան իրենց դերակատարումները։ Հետընտրական գործընթացները նաև ընտրությունների արդյունքներին տեր կանգնելա նշանակում։ Միայն այն չի, որ մենք պետք է գնանք համոզենք մեր ազգաբնակչությունը գնա ընտրի, մենք էլ գնանք արդյունքները ամփոփենք եւ ամփոփման արդյունքում սկսենք քաղաքակիրթ բանակցությունները։ Ոչ նաև փողոցային ակտիվ շարժումը հարկավոր։ Պետք է ցուցադրել, դեմոնստրացիա անել, որ այսպես ասած ընդդիմադիր կողմը լուրջ է տրամադրված իր քվեներին, իր ձայնին տեր կանգնելու համար։ Նկատի ունեք քաղաքական բուրըն գործունեություն, այդ թվում եւ խորհրդարանում, եւ հետընտրական, այո, եւ զուգահեռ փողոցում հասարակության կոնսոլիդացիա։ Ես պատկերացնում եմ, որ պետքա լինի ընտրությունների օրերին, նախօրյակին եւ դրանից հետո պետքա ունենանք ակտիվ փողոց։ Ակտիվ փողոց ամեն րոպե պատրաստ պաշտպանելու իր ձայնը։ Ժողովրդավարական էլ եմ ասում բաներով, ժողովրդական զարթոնքի ձևով
բողոքներով եւ փողոցային ճնշումներով պետք է պարտադրենք, որ որևէ ընտրական կեղծիք տեղի չունենա, որ այն մտադրությունները, որ իրենք կունենան, օրինակ ընտրական արդյունքները չեղարկելու, արտակարգ դրություն հայտարարելու, իսկ այդպիսի իրավական հնարավորություններ, գործիքներ իրենց համար ստեղծել են։ Դա է իմ ասածը, որ մենք այդքան էլ միամիտ չենք, որ գնալու ենք միայն ընտրությունների եւ սպասենք, թե ընտրության արդյունքները ինչ են արձանագրում։ Մենք նաեւ պետք է ուշով հետևենք, որ իշխանությունները հակա իրավական ապօրինի եւ որևէ գործողություններ չանեն, որը ըստ էության հակա ժողովրդավարական է։ Դրա համար եմ ասում, պետք է ունենանք ակտիվ փողոց, որպեսզի համաժողովրդական ճնշումով իրենց պարտադրենք, որ իրենք ընդունեն իրենց պարտությունը։ Սա շատ կարևոր է։ Իսկ պարոն Անանյան, հնարավոր չէ, որ փողոցային ակտիվությունը նախաձեռնել այսօրվանից, որովհետև Նիկոլ Փաշինյանը այսօրվանից, ոչ միայն այսօրվանից, արդեն տևական ժամանակ է, որ նա պատրաստվում է ընտրություններին, յուրաքանչյուր պատրվակ, այդ թվում եւ Ցորենը, այդ թվում օգոստոսի 28-ին նախաստորագրված համաձայնագիրը, որը ինքնին խաղաղության պայմանագիր չէ, ամենը օգտագործում է նախընտրական քարոզչության նպատակներով։ Հիմա խոսակցության սկզբում անդրադարձել էին եկեղեցուն։ Արդյոք եկեղեցին չի կարող լինել այն մերանը, չեմ ասում եկեղեցու մասնակցությամբ ակտիվ, այլ հենց ինքը բուն առաքելական եկեղեցին լինի այն մերանը, որը կարողանա քաղաքական ուժերի համար հիմք հանդիսանա փողոց գեներացնելու եւ այդ փողոցը ակտիվ պահելու մինչեւ ընտրություններ։ Ես չեմ պատկերացնում Արցախի հայաթափումից շատ ավելի տրագիկ իրականություն, որի շուրջ կհամախմբվի ժողովուրդ։ Դե նա կարող ենք ասել շոկային վիճակ։ Չէ, շոկային օրն է, 23 թվականի սեպտեմբերին ըստ էության Ադրբեջանն իրագործեց ցեղասպան գործողություն, Արցախը հայաթափվեց մեր աչքի առաջ։ Ու դա չդարձավ փողոցային պայքարի կամ համաժողովրդական ինչ որ ցասումի, ինչ որ ալիքի չբերեց։ Մենք բոլորս եկեք արձանագրենք, մեկը լացելով, մեկը ողբալով, մեկը ատամները կրճատացնելով, մեկը անտարբեր, բայց բոլորս միասին համընդհանուր անտարբերությամբ դա ընդունեցինք։ Մենք որևէ ընդմզում չարեցինք։ Հիմա եթե մենք այդ ցեղասպան գործողության արդյունքներով համախմբման իրական որևէ բան չենք դրսևորել, ապա դժվար է այսօր օրինակ այլ համախմբման, այսպես ասած, տրիգեր որոներ։ Տրիգերը, սա արգելական եկեղեցու շուրջը ժողովուրդը համաժողովրդական զարթոնքի կառաջացնի, դժվար է գնահատել։ Միգուցե կարող է բերել այն դեպքում, եթե օրինակ իրենց համախոհներով փորձեն գրոհել վեհարանը։ Այդ ժամանակ ինչ որ մի բան կստացվի, բայց դա կբերի համաժողովրդական այնպիսի ալիքի, որը կստիպի, որ սրանք հեռանան, ես մի քիչ թերահավատություն ունեմ։ Հետևաբար ձեր հարցին պատասխանեմ սենց. այսօր ես չեմ տեսնում այնպիսի հնարավորություն, որ համաժողովրդական զարթոնքով հնարավոր է իրականացնել իշխանափոխություն, բայց ես տեսնում եմ, որ համաժողովրդական ակտիվությամբ կարելի է ակտիվ փողոց պահելով տեր կանգնել ընտրության արդյունքներին։ Ես սա տեսնում եմ, սա գնահատում եմ։ Դե ինչ պարոն Անանյան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։